հրաշալի երգ պետք է միասին երգենք։ Սա հզոր դավանություն է, հզոր փառաբանություն է, միասին միանանք ու երգենք։ Նրա անունով բարձրացել են շատ հերոսներ։ Նրա անունով բարձրացել են միասին, բարձրացել են շատ հերոսներ, հաղթանակ հաստատող։ Նրա անունով չարն է պատվել, Փառքի ձայնից ոսողն է փախչել։ Միասին ասենք նրա անունով բարձրացել են շատ հերոսներ, հաղթանակ հաստատող։ Ո փառք Տիրոջը, նրա անունով չարն է պատվել, Փառքի ձայնից ոսողն է փախչել։ Հիսուս անուն է զորության աղբյուրը, նա երեսում է երկրպագությունը, ամենասուրբն է ներկայությունը, պատերազմն է աղբակ մեր կարգավ։ Հիսուս անուն է զորության աղբյուրը, նա երեսում է երկրպագությունը, ամենասուրբն է ներկայությունը, պատերազմն է հաղթած մեր թագավորն է։ Տիրոջ անունով մենք բարձենում ենք, կարիքը նրա բոլորը ունենք։ Տիրոջ անունով մենք կյանք ենք գտել, հալելույա, մենք կյանք ենք գտել։ Եվ այդ մասին չենք կարող չապետել։ Միասին ասենք Տիրոջ անունով մենք բարձենում ենք, կարիքը նրա բոլորը ունենք։ Տիրոջ անունով մենք կյանք ենք գտել, եւ այդ մասին չենք կարող չապետել։ Հիսուս անուն է զորության աղբյուրը, նա երեսում է երկրպագությունը, ամենասուրբն է ներկայությունը, պատերազմն է հաղթած մեր թագավորն է։ Հիսուս անուն է զորության աղբյուրը, նա երեսում է երկրպագությունը, ամենասուրբն է ներկայությունը, պատերազմն է հաղթած մեր թագավորն է։ Գալու է երկնքով Եշուա, ով իշխում է հավեր, նա հավատարիմ է, զորքերի առաջնորդ։ Միասին դավանենք գալու է երկնքով, ով յուրավոր սուրբերի հետ, ով իշխում է հավերժ շունաբիսյան, հալելույա, նա հավատարիմ է։ Միասին ասենք Ադոնայ Սաբահոտ, Հիսուս անուն է զորության աղբյուրը, նա երեսում է երկրպագությունը, ամենասուրբն է ներկայությունը, պատերազմն է հաղթած մեր թագավորն է։ Հիսուս անուն է զորության աղբյուրը, նա երեսում է երկրպագությունը, ամենասուրբն է ներկայությունը, պատերազմն է հաղթած մեր թագավորն է։ Քեզ Տեր, գոհության եւ շնորհակալության, փառաբանության, գոհության աղոթքներ ու պատարակներ ենք բարձրացնում քեզ։ Փառք տուր Տիրոջը, բարձր ծափարի Տիրոջը։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Օգտիր Տիրոջը, քո ամբողջ ձայնով, քո ամբողջ զորությամբ, քո ամբողջ ջերմությամբ, փառք տուր Տիրոջը։ Եվ ասա արժանես, ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գովեստը, հալելույա, հալելույա, աղոթենք միայն։ Holy Spirit, forever the glory in Jesus, hallelujah։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, արքաների արքա։ Մենք շնորհակալ ենք քեզանից։ Մենք փառավորում ենք քո մեծ անունը։ Դու մեր մեջ ես, դու այստեղ ես։ Դու Տեր մեզ գնել ես քո արյամբ։ Դու խաչի վրա տվել ես քո կյանքը։
կործանել ես ողջ դժոխքը, խափանել ես խավարի ծրագրերը։ Շնորհակալ եմ քեզանից, Հիսուս, դու խաչի վրա վերցրել ես թշնամուց ողջ իրավունքը, դու վերցրել ես նրա ամբողջ կարողությունը եւ տվել ես մեզ իշխանություն հաղթելու նրան, Տեր։ Դու տվել ես մեզ իշխանություն արգելելու նրան, Տեր։ Դուր որպես արգելող այսօր ներկայանանք, դուր որ այսօր խափանող ներկայանանք, Տեր։ Ոչ թե խափանված, այլ խափանող Հիսուսյանով։ Ինչ որ նա մեր կյանքում, մեր ճանապարհների վրա մեզ խափանել, արգելել է։ Եվ մենք բարձրացնում ենք այսօր մեր ձեռքերը, ասում ենք սատանայի խավարի ամեն ծրագրերը խափանում ենք Հիսուսյանով։ Նրա ամեն տեսակի նենք ու չար խորհուրդները կապում ենք Հիսուսյանով։ Հիսուսի արյան մեջ ենք գալիս։ Հիսուսի արյան պաշտպանության մեջ բերում ենք մեր անձերը, մեր սրտերը, մեր հոգին, մեր միտքը։ Հալելույա։ Մենք շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր, որ մեզ պահում ես, որ մեզ ողորմում ես, որ քեզ պաշտելու համար կանգնենք այստեղ եւ օրհնենք քո անունը։ Շնորհակալ ենք, Տեր։ Այն բոլոր կերակուրների համար, հագուստի համար, այն Տեր իմ Աստված ծածկոցի համար, որ մեզ տալիս ես եւ մենք քնելու տեղ ունենք եւ մենք Տեր իմ Աստված քեզ հետ հաղորդակցվելու տեղ ունենք։ Հեռացրա մեզանից չարությունը, Տեր։ Հեռացրա մեզանից դժգոհությունը, Տեր։ Հեռացրա մեզանից դիվային ամեն տեսակի ներգործությունները։ Հիսուսյանով հալածում եմ այստեղից այդ դիվային ներգործությունները, ով ինչ բերել է իր հետ, խռովություն, դատ, նախանց, չարություն, ատելության, ամեն խավարի ոգիները Հիսուսի անունով։ Այդ ամենի համար է Քրիստոսը խաչը բարձրացրել։ Խաչը բարձրացել է հաշտության համար։ Սուրբ արյունը թող այսօր մաքրի այստեղ ամեն մեկին, անհաշտություն, վախը, տագնապը։ Գիտես, փրչոտ անորենը մեկ-մեկ մեզ ասում վախում ես։ Սատանան ու դժոխքը ամբողջովին վախի մեջ է։ Ես ինչ վախ, այն որ մենք խոսում ենք դիվային աշխարհը վախենում է, այն որ մենք անում ենք դիվային աշխարհը վախենում է։ Մենք չենք վախենում։ Մեր ունեցածը բարձրացնելու Տիրոջ փառքի համար։ Մենք չենք վախենում մեր հացը կիսել մեր ընկերոջ, մեր եղբոր, մեր քրոջ հետ։ Մենք չենք վախենում մեր դռները բացենք, ոչ թե միայն այն ժամանակ, որ փող ունենք, այլ նեղության ժամանակ էլ մեր դռները բացեն, ոչ թե նրանց համար ումից որ շահ ունենք, ով որ մեզ ժպտում, ով որ մեզ նվեր ա բերելու, ով որ մեզ փող ա տալու, այլ բոլոր նրանց առջև, ովքեր որ Տիրոջ սեր իրանց սրտերի մեջ ունեն։ Մեր դռները բաց են Տիրոջ ժողովրդի առաջ, ոչ թե Սիմոնի նման դռան շեմի վրա ընդունելու, այլ դռնից ներս ընդունելու, ոտերին ջուր տալու։ Եվ այդ ամենը մենք ընդունում ենք, որ Տիրոջից է, որովհետև ասում է, ոմանք հյուրասիրությամբ Տիրոջ հրեշտակներին ընդունեցին։ Մենք չենք ընդունում ինչ-որ մեկին մեր տունը, որովհետև ծրագրեր ունենք մեր բալիկների հետ, նրանց ապագայի հետ։ Մենք ամեն բան անում ենք Հիսուսի սիրուց, Հիսուսի սիրո համար։ Դրա համար այն ինչ որ մենք անում ենք չի վերջանում, այն ինչ որ շատերն անում են, վերջանում է։ Պիցայով, կամ ինչ-որ բանջարեղենով, չփլավով, որովհետև երբ որ քո արածի մեջ շահադիտություն կա, քո հյուրասիրության մեջ սխալ շարժարիտ կա, եւ ընդհանրապես քո արածների մեջ եթե սխալ շարժարիտ կա, վերջը նորից գալու ես քո պիցային, թե դրա ինչն է սիրում այդ չոր կալբասների ու ընդհանրապես աղքատի կերակուրի, որտեվ Տերը մեզ ազնիվ կերակուր է տալիս։ Ոչ թե որ սալներս ավելանա, այլ որ մեր առողջությունը Տերը բարելավի։ Մենք չենք ուտում նրա համար, որ կշտանանք, որտեղ մենք սովից չենք փախել։ Մենք վայելում ենք ուղղակի այն, ինչ որ Աստված մեզ տվել է, որտեղ մենք որգրամոլներ չենք, այլ մենք Տիրոջ օրհնյալ զավակներ ենք։ Մենք չենք վախենում սեղանի շուրջ նստելուց, որ հանկարծ սոված կմնանք, շուշուտ,
մրցում կպնենք, այլ մենք հավատում ենք, որ Աստված բազմացնող Աստված է։ Երբ որ դու Տիրոջ ժողովրդին հյուրասիրում ես, Տերը քեզ օրհնում է։ Մեր հացը ցավով եւ վախով չենք ուտում։ Առաջի օրվանից էլ ինչ պաշտել ենք, Փառ Տիրոջը, Տերը մեր սրտին դրել է, որ բոլորին մեր տան դռների առաջ ընդունենք որպես հյուր եւ ներս թողենք, որտեղ չենք վախենում, որովհետեւ Աստված տվողին է տալիս, Աստված ցանողին է հունցք տալիս, իսկ ագահին պարտքեր։ Գիտես դժոխքի ծրագիրը պարտքերն է քո համար, պարտքեր, բանկից պարտքեր, վարկային ընկերություններից պարտքեր, ինչ որ մեկից պարտքեր։ Այսօր ամբողջ աշխարհը քեզ պարտք է տալիս։ Դուք կարող եք անտոկոս վարկեր վերցնեք, արա, ես ինչ բարի է դարել աշխարհը։ Անտոկոս, վերջում տունդ ենք ձեռից վերցնելու։ Մարդիկ իրենց տան մեջ ապրում են, չգիտեն այդ տունը իրանցը կլինի թե չէ։ Ամեն ինչի համար պարկ, վարկ, հեռախոսը մտի, 2 հատ կնոպկա սխում ես, վայ մեկ էլ եկավ, 50,000, սա գիտեք, բերաշկի ուտող երիտասարդի համար, դա երանություն է։ Բայց դա օրդություն չի, դա անեցք է։ Վարկը անեցք է, օրդություն չի։ Եվ այսօր ամբողջ աշխարհը, ողջ ֆինանսական աշխարհը աշխատում է, որ դու պարտք անես, որ քեզ պարտքի տակ պայի։ Այսօր գերտերությունները փոքր պետություններին պարտքով փող են տալիս, փող։ Ես ինչի համար, որ էլ ավելի կարողանան իրենց կամքը թելադրեն։ Այսօր հարուստները աղքատներին փող են տալիս, ուղղակի նվիրում են, որտեղ գիտեն աղքատը հարստանալու նպատակ չունի, աղքատը օրվա եղած փողը ծախսելու է, գնալու է։ Եվ միշտ լինելու է իր հողի տակ։ Բայց մենք ավետարանով ասում է, որ մենք պարտք չենք տալու, մենք պարտք չենք բերելու, մենք պարտք տալու ենք։ Եթե դու պարտքերով ես ապրում, դու դեռ պոչ ես։ Բայց Աստված ուզում է այդ պարտքերից քեզ բարձրացնի, որ դու չդառնաս բանկի համար հաճելի հաճախորդ։ Լավ, շատ չեմ խոսա։ Բանկի երազանք դառնաս, հալելույա։ Ես այդ ինչի համար է, որովհետև քո ֆինանսները արքայության մեջ չես կարող վստահես, թագավորության մեջ չես կարող վստահես, հասկանում ես։ Դրա համար ցանկանում ես, ուզում ես, բայց չկա, գիտես ինչի համար, որովհետև քո սրտիդ մեջ պիտի ամեն բան ուղիղ լինի, ուղիղ։ Ոչ թե դառնաս պարտք անող, այլ Տիրոջ թագավորության համար ցանող, որտեղ Աստված այդպես է ուզում։ Աստծո խորհուրդը սա է։ Եթե դու Քրիստոսի մեջ ես, սատանան ամեն օր քեզ արգելելու է, քեզ զրկելու է, բայց Աստված մեզ իշխանություն է տվել, որ մենք արգելենք ու զրկենք։ Հասկանում ես։ Հիսուսը խաչի վրա մեռավ 2025 տարի առաջ։ 2025 տարի առաջ Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկեց երկիր։ 30 տարի ապրեց երկրի վրա, պատրաստվեց, որպեսզի մորթվի մեզ համար։ 30 տարեկանում նա սկսեց իր միսիան, հայտնեց իրան որպես փրկիչ։ Ինքը խոսում էր իր աշակերտների հետ, որ խաչի վրա մեռնելու է, չարչարվելու է, դրվելու է գերեզման, բայց երրորդ օրը հարություն առնելու։ Ոչ մեկ չէր պատկերացնում, թե ինչ չարչարանքներ է Քրիստոս կրելու։ Հավատա, որտեղ այսօր շատ քրիստոնյաների կան հետաքրքիր չի Հիսուս ինչ չարչարանք է կրել եւ ինչի համար է կրել այդ չարչարանքը։ Ոմանք մտածում են իրենց բարեկեցիկ կյանքի համար, բայց արի ու տես։ Առաջի դարի քրիստոնյաները բարեկեցությունից նույնիսկ տեղյակ չէին։ Նրանք քարանձավներում էին ապրում, նրանք ամեն օր մորթվում էին, նրանց համար մի փոքրիկ կերակուրը դա երանություն էր, նրանք չէին ուտում այնքան, որ մինչև փորները ուռի, նրանք այնքան էին ուտում, որ ուղղակի մի քիչ իրանց քաղցը չզգան, նրանք ընկերներին հյուրասիրում էին հենց այդ նեղության մեջ,
որտեղ առաջի դարում մորթում էին նրանց ուղղակի քրիստոնյանելու համար, բայց ոչ մի բան չէր արգելում, որ քրիստոնյաները շատանան։ Եվ մենք այսօր ուղղակի Քրիստոսին շատերս հավատում ենք, որ մեր կյանքը փոխվի, գլխացավը անցնի, չհիվանդանանք, երեխեքի բախտը բացվի։ Բայց Քրիստոս խաչի վրա մեռավ համայն մարդկության փրկության համար։ Այսօր մարդիկ կոնֆերանսներ են անում, ինչ-որ հավաքներ, ժողովներ, այսօր շատերին չի էլ հետաքրքրում, որ կորսվածը փրկվի։ Այսօր մենք ուզում ենք ավետարանը բարեկեցիկ պայմաններում մարդկանց հրամցնենք, ճոխ ամբիոններից, լուսավորությունը բարձր, տեխնիկական միջոցներով լինի, ձայնը շատ լավ լինի, աթոռները փափուկ, բայց առաջի դարում առաքյալները մեծ բեմերից ու դահլիճներից չէին խոսում ավետարանը, նրանք գնում էին մարդկանց և տանում էին ավետարանը գյուղերով ու քաղաքներով։ Ես 20 տարի շրջել եմ Երևանի թաղամասներով, անկեղծ, ես չեմ տեսել ոչ մի քրիստոնյա չեմ տեսել, որ ինչ-որ մեկի տունը գա Քրիստոսի բարի լուրը բերի։ Ես չեմ մեծամտանում և չեմ մեծամտացել, ես մտածել եմ երևի չեմ հանդիպել, բայց 20 տարվա մեջ ինչքան Եհովայի վկա եմ հանդիպել, ինչքան մորմոն, ինչքան այլ կրոնների, այլ ուսմունքների հետևորդներ, որոնք որ իրենց հավատքը տարածել են։ Բայց մենք քրիստոնյաներս բարեկեցություն ենք ուզում, մենք մարզադաշտ ենք ուզում, մենք համալիրն ենք ուզում, մենք եսիմինչ ենք ուզում։ Ոմանքս մեր շենքերի մեջ շատ լավ հարմարվել ենք, ոմանց համար էլ արդեն ծառայությունը դա ձանձրալի մի բան է դարձել, բայց իմացի Հիսուս Քրիստոս երեկ այսօր հավիտյան նույնն է։ Դու Հիսուսին չես հետաքրքրում, դու Աստծուն հետաքրքիր չես, եթե հետաքրքիր չի նրա ծրագիրը քեզ համար։ Շատերը եկեղեցում տարիներով անխնա են մնում, ոչ մի խնամք Աստծուց չկա իրանց կյանքում, անբավարարված, մտահոգված, դեպրեսիկ, ներքին անխաղաղություններով, տագնապներով, ինչ-որ իրանց սիրողներ են ման գալիս, իրանց փառաբանողներ, իրանց գովողներ ու մեծարողներ են ման գալիս, բայց դու ման ես գալիս արդյոք մի հատ կորսվածի, որ իրան խոսես Քրիստոսի մասին, որտև Հիսուս հենց սրա համար եկավ։ Մենք ուզում ենք այսօր 100 փրկված, բայց Հիսուսը թողեց 99 փրկվածին և գնաց մի կորսվածի հետևից, այսօր կորսվածի հետևից գնացող չկա, այսօր բոլորը փրկված են ուզում, փրկված, ուզում ենք մեր դահլիճները փրկվածներով լցվեն, ուզում ենք կանգնենք բեմերի վրա, ուզում ենք մեզ ցույց տանք, ուզում ենք ցուցադրվենք, ցուցամոլվենք փրկվածների առջև։ Եվ ինչքան շատ փրկված մեզ ճանաչի, բայց Հիսուսն ուզում է, որ իրան կորսվածները ճանաչեն։ Այսօր քանի կորսված հոգու համար ես աղոթել, այսօր հիշել ես այսօր նրանց, ովքեր որ չկան երկար ժամանակ, հիշել ես նրանց, որ 30 տարի մենք ավետարանել ենք, Տերը իմ սրտին դնում, որ ամեն օր ես աղոթեմ նրանց համար։ Այսօր ինչքան ենք տեսնում եկեղեցում ըմբոստություն, ապստամբություն, հակառակություններ, եսի պորտկումներ, բայց ուր է այն հեզությունը ու խոնարհությունը, որի մեջ Քրիստոս հաղթում է։ Հիսուս գնաց ամենաստոր մահվան, միայն այդ հաղթանակը քեզ փոխանցի։ Իրան պետք չէր այդ հաղթանակը։ Իրան պետք չէր, որ դժոխքին հաղթեր։ Դժոխքը իրան երբեք չէր հաղթել, այդ մեզ էր պետք այդ հաղթանակը։ Մենք էինք գերության մեջ, մենք էինք պարտված, մենք ենք ժամանակ առ ժամանակ գնում դիվային ազդեցությունների, ներգործությունների, անխաղաղությունների, վախերի, անհաշտությունների։ Մենք տարիներով կարող ենք խռով ունենալ ինչ-որ մեկ ու չմտածենք, որ հենց դա դուռ է դեպի դժոխք։ Ու այնքան բթացած լինի մեր ականջները, որ Աստված գոռում է քեզ հաշտություն, բայց դու արհամարում ես, բայց դու կանգնում ես, երգում ես,
Ով Փարքի Աստված։ Դու հայր մերն ես ասում։ Բայց ավետարանն ասում է, թող քո զոհդ գնա հաշտվի քո քրոջդ քո եղբորդ հետ, որտեղ քո աղոթները ես արդեն շուտ բանի չեմ լսում, ինձ համար անընդունելի է։ Բայց քեզ համար միևնույնն է, որ Սարիկը չգիտես ինչի համար քո հանդեպ ատելությամբ լցված է, իմ հանդեպ ու ես էլ իրա։ Սարիկից Իսահակը գալիս է։ Քանի անգամ եմ ծնկում եւ աղոթում ու ասում Տեր, ես չեմ կարա, բայց հաշտությունը քո մեջ է։ Ամեն։ Մենք զզվում ենք լսել հաշտության մասին, ուրեմն դու զզվում ես խաչից։ Երբ որ քո ականջները արդեն հոգներ են լսել հաշտության մասին, Հիսուսը քեզ հետ գործ չունի։ Հիսուսն եկավ հիվանդների համար, Հիսուսն եկավ մեղավորների համար, Հիսուս չեկավ արդարների համար։ Այսօր արդարների ժողովն այնքան շատ է, շատ։ Քեզ կանչեցին Վահագ եղբայր, քեզ հրավիրեցին Վահագ եղբայր։ Ուր փրկվածների ժողովի մեջ ինձ պետք չի։ Ցուցադրվելու ցանկություն չունեմ։ Ինձ Տերն է կանչում ու ասում, գնայս կորսվածին, փողոցում, դրսում, հենց դրսում, չէ, հրավիրատոմս տվեցին չեկավ, ուրեմն չեմ խոսալու իրար հետ, ուրեմն դժոխք գնա։ Ես իրան կանչեցի մեր դահլիճ, մեր շոուն նայի։ Ոնց ենք մարդկանց օգնություն բաժանում ցուցամոլի նման։ Ես ծածուկ գնացի մեկին ավետարան խոսացի, որ ոչ մեկ չտեսավ, չնկարվեցի, սելֆի չեղա։ Այսօր մեկը կա ամբողջ աշխարհով ավետարան է քարոզում, բայց մեկը տեսար տկլորանում է, մտնում է բասայիններում, լողանում է, նկարում է, գցում է։ Ես ասում եմ, մարդը գժվել է։ Մեկ էլ կտենաս կգնա աշխարհի են ամենախուլ աուլներում։ Ավետարան է քարոզում մուսուլմաններին։ Մեկ էլ տեսնում ես հանվում է, պլավկիով մտնում է, բասեին լողանում է ու սելֆի անում, ասում այստեղ հիմա -20 է։ Դուրս է գալի տես, չելուտ պարկում է ձների մեջ, սես բանում, հելում ասում շուտով կգնանք, ես ինչ աուլը կավետարանենք։ Գժվել են այսօր։ Սրբությունը այսօր մոդայիկ չի։ Այսօր մոդայիկ են աշխարհիկ շորերը, աշխարհիկ պրտվածությունը։ Բայց Աստված այսօր ուզում է, որ դու հասկանաս, որ դու տաճար ես Աստծո համար։ Հիսուս խաչը գնաց 33 տարեկանում։ Իրան բռնեցին Գեթսեմանի պարտեզում, ինքը չդիմադրեց, ինքը չհակառակվեց, ինքը տրվեց, որ գնա խաչի վրա մեռնի։ Ինքը գնաց խաչի վրա չարչարվի։ Ինքը գնաց մորթվի խաչի վրա և ցավ կրի։ Ինչքան ես մտածել Քրիստոսի խաչի վրա, ինչքան ես ողբում ու զռռում քո ներքնաշխարհում տիրող քաոսի համար, բայց քանի անգամ աչքերը թրջվել Քրիստոսի խաչի հաղթանակի համար, որ կորսվածները չեն լսում։ Ես մի բան գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը գիտեր ուր է գնում։ Ինքը մինչև խաչը բարձրանալը ծեծվեց ու մտրակվեց։ Գրված է 40-ից 1 պակաս 39 մտրակ հարվածեցին Քրիստոսին։ Քրիստոսի մարմնի վրա ավետարանն ասում է, որ արյան ակոսներ էին բացել և նա կորցրել էր իր մարդկային կերպարը։ Քրիստոսի վրա վերքեր կային։ Այսօր մեր մատի վրա մի հատ փուշ է մտնում, մենք վայ, մատս փուշ է մնացնել, Աստված, չես տեսում, հեսա ուռել է, նայի Աստված իմ, եղբայր, մի հատ բժշկիր, եղբայր, մի հատ բենի հինին կարող կանչես աղոթի։ Մատս։ Այսօր ամբողջ քրիստոնյա աշխարհը զբաղված է իր պրոբլեմներով։ Մեկը տուն է սարքել կիսատ է մնում, մեկը ինչ-որ անձնական խնդիրներ ունի, մեկ ուզում է ուստա ցավով է բռնվել, ուզում է ուստա աշկերը կարմրել է, մեկը փրփրել է,
ներքն աշխարհում չունի խաղաղություն, բայց Քրիստոս մի բան ասում, դու կորսված ես ու փրկված ես, դա թող քեզ համար լինի ամեն օրվա փառաբանության պատճառ։ Ես մորթվեցի քեզ համար։ Այդ ամեն մտրակի հարվածից Հիսուսի մարմնի վրա շատ մեծ վերքեր էին առաջանում, ասում է 30-ից 35 սանտիմետր։ Եվ Քրիստոսի մարմնի վրա մի հատ առողջ տեղ չկար։ Գիտես ինչի համար։ Որտեվ այդքան անեց կար երկրի վրա, որ նա պիտի ամբողջովին, գիտես մորթվել ինչ անշարժում, գիտես ինչ անշարժում զոհաբերվել, որ զոհի վրա պիտի մի առողջ տեղ, կենթանի տեղ չմնա։ Հասկանում ես։ Քրիստոսը ամբողջովին օրնաթաթախ էր, գիտես խաչելն էլ անիմաստ էր, խաչելն էլ իմաստ չուներ Քրիստոսի, բայց ինքը գնաց մինչև խաչի մահը։ Տեր Հիսուս Քրիստոսին տենց մորթված ուղեկցեցին և նրա խաչի մի գերանը ուսին դրեցին և ինքը քարշ էր տալիս քեզ սիրելով, ինձ սիրելով, ինձ ներելով ու քեզ ներելով, իրա դեմքին ժպիտ չկար, իրա ներսում միայն մի բան կար, երանի, 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 մի հոգի փրկվի իմ այս տված գնի փոխարեն։ Ես գին եմ վճարում։ Սա պոեզիայի ժամ չի, սա զգացմունք առաջացնելու ժամ չի, սա Քրիստոսի իրական կատարած գործի մասին է։ Ինչ ես ապրում դու եկեղեցում, ինչով ես ապրում դու եկեղեցում, սա Աստծուն հետաքրքիր է։ Քրիստոս այդ փոշիների կեղտի մեջ կարմիր գորգ չկար գցած, աման, այսօր հովիվների ոտերի տակ կարմիր գորգ չգցես, չեն քայլի վիճիցիլի, դարել են կինոյի, Հոլիվուդի աստղեր։ Հետո կարող է մեկ էլ եկեղեցու ժողովուրդ բերեն կողքերի ծափահարեն, հոլիվուդյան աստղերը գնում են ժողովի, կարմիր գորգի վրայով, Քրիստոսի ոտքերի տակ հող էր, փոշի, կարիճներ, օձեր։ Նրա չորս կողմը ոչ թե ծափահարող ամբոխ էր, այլ բռի, լկտի, խուժան մի ժողովուրդ, որոնք որ սոլում էին և ծաղրում էին։ Մեկ մարդիկ կան խաչի քարոզը լսում են դեմքերը ժպիտով, նայում են, ես չեմ հասկանում ինչի վրա են ժպտում, ինչի վրա են ուրախանում։ Գիտես մեկ որ քո մոտ հակառակ պրոցեսներ ա տեղի ունենում, մի քիչ քո մեջ պետք է հաշիվ տաս։ Լացելու ժամանակ ծիծաղում ես, ծիծաղելու ժամանակ լացում ես, կարող մոտդ ինչ-որ խնդիր է առաջացել։ Բաներ կա, որ մենք խառնել ենք։ Եվ մենք չենք էլ հասկանում 30 տարին չենք գալիս եկեղեցի, որն է նպատակը։ Աթոռ ենք լրացնում, թե իսկապես քանի անգամ որ առիթ լինի այս մահը կպատմես, թե մեկ շատ հարազատ մարդկանց կամ շատ ընենց շահ ունեցող մարդկանց չես պատմի, որովհետև ամոթ է, բայց Քրիստոս չամաչեց ինձանից ու քեզանից, իմ նմանից ու քո նմանից չամաչեց նրանից ու փոխարեն խաչի վրա պիտի մեռնի և իրա փոխարեն պիտի մեռներ, Բարաբայից չամաչեց այդ խուժանից, այդ մարդասպանից և ասեց ես քեզ սիրում եմ և քո համար եմ բարձրանում և ինձ ու քեզ տեսավ այդ մեղավորի տեղը։ Նա մեր փոխարեն չխաչվեց, նա մեզ համար խաչվեց, մենք չենք կարող փոխարինել, որ ինքը մեզ փոխարիներ։ Մեր խաչի վրայի չարչարանքը մեզի փրկություն չեր բերի։ Ինքը վերցրեց այդ խաչը
Գիտես, ինքը հավատաց, որ մարդիկ կփրկվեն։ Ինքը անտեսանելին տեսանելի պես ընդունեց, որտեղ երևույթը ցույց էր տալիս կեղծավոր ամբողջ։ Գիտես, մարդիկ կան, որ ասես կեղծավոր են, ով որ քո վրա ցեղ շպրտի կմիաբանվեն, ով որ քեզ գովի կգովեն։ Մեկ մարդիկ կան կեղծ ասես բան չեմ հասկանում։ Երկու առաջ քեզ գովում էին, 3 օր հետո քեզ հայոյում ցեղ են շպրտում վրեդ։ Պատրաստ են վրայովդ քայլել, պատրաստում են հանուն իրանց եսի թքել ամեն ինչի վրա։ Անկեղծ ասած մարդիկ կան, ես չեմ կարողանում հասկանամ։ Եվ դա նորմալ է, որովհետև Քրիստոս չէր տեսնում մի բան, որի վրա հենվեր, որտեղ բոլորը պետք է հենվեին նրա վրա։ Հավատքը դա է։ Ես մեկ մարդիկ ասեն, չես տեսնում են քրիկ, չես տեսնում են եղբայրը։ Բամբասկոտ։ Մեկ մարդիկ որ դևերից խոսում են, չէ, սրան, դրան, փնովելով, բան։ Որ ասես պապանձվի, մեկ ասես կավ վիրավորես, ասես լավ թող խոսա մարդ։ Մեկ այգը չի հասկանում, ինչա խոսում։ Որովհետև Հիսուսն ասեց խաչի վրայից, հայր ներիր սրանց, որտեղ սրանք չեն հասկանում, դա որտեղ հասկացողությունից վեր բանը։ Ինչպես կարելի է մեռնել մեկի համար, որ կանգնած խաչի տակ սուլում է։ Մենք այնքան չենք հավատում հավիտենությանը, որ մենք կարճած ենք այս կյանքից, որ այս կյանքի մեջ հնարավորինս կարողանանք այս կյանքի բոլոր հաճույքները վայելենք։ Բայց իրականությունը նրա մեջ է, որ Աստված խաչի վրա իր որդուն, իր լավագույնը, իր միակը մեզ համար մորթեց, որ մենք հավիտենությունը ժառանգենք։ Եվ մեզ համար ավելի շատ պետք է հետաքրքրի ամեն առավոտ, որ արթնանում ենք, ոչ թե նա, որ ջուր ունենք, թե չունենք, լույս ունենք, թե չունենք, այլ Տերը մեր մեջ է, թե չէ։ Արդյոք որ ես ծնկեմ աղոթեմ, հալելույա, գրեգալ արաֆել, արլիլը, la glory Jesus, նրա ներկայությունը կգա։ Ես տրտում եմ, որ նրա ներկայությունը գնացել է, թե ինչ-որ մի բան խոհանոցում կոտրվեց, ինչ-որ բան փչացավ, հարևանը շատ բան ունի, բայց ես բան չունեմ, բայց հավերանդ Հիսուս չունի։ Շատ հավատացյալներ կան, որ պոտենցիալ նյութապաշտ են, նյութ ավելինը, բայց ես Իվան ասեմ քեզ, ինչ որ ունեցել եմ կյանքիս մեջ Աստծո սիրո ողորմության պատճառով, նրա մեծ սիրո համար ասել եմ Տեր Աստված, այս ամենը արժանա, որ քեզ ծառայի, ոչ թե ինձ։ Հալելույա։ Ես չեմ հավատում, որ Քրիստոսին հանդիպած մարդը Քրիստոսի մեջ կթեքի, որովհետև ասում եմ, եթե դու չես սիրում քո եղբորդ, որ տեսնում ես, ինձ ո՞ս կսիրես, այս ստախոս։ Իր եղբորը ատողը մարդասպանը, բնականաբար նաև իր քրոջը։ Իսկ մարդասպանները երկինք չեն մտնելու, հավիտենական կյանք չեն ժառանգելու։ Հիսուս բազար չարեց իմ հետ։ Հայրը երբ որ դիմավորեց իր որդուն, բազար չարեց, արիս Տերը տնամ քանի օգու հետ շնացել, կոպեկ գրի, որտեղ ես ինչ ծախսել, հələ դավայ սկսի։ Ասեց, որդիս կորսված էր ու փրկվեց։ Ինքը ճիշտ ու սխալը ջոգեց, հասմիկ, Enor vor ես քեզ ասեցի ես, հետո որ բին ես դի, որ դեցի, մի ես ճիշտ է սխալ, իմացի որ դու ոտից գլուխ սխալ ես ու ես ճիշտ, թող ինչ որ մեկը որ ուզում է շատ ճիշտ լինի, թող այդ մարդկային պիղծ, որ լաթի պես է, թող վերցնի իր վրա, բայց դու ոչինչ, խոնարհվի, թող Քրիստոսը լինի քո արդարությունը, տնամ ով է օրհնվելու։ Գիտես, ես շատ եմ ուզեցել շատերի մոտ գոռամ, որ ես ճիշտ եմ, ժողովուրդ, ես ճիշտ եմ, ես արդար եմ։ Իսկ դեռ ասում արդար չկա, մեկն է չկա։ Բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկան։ Հիսուս ընդունեց բոլոր նրանց, ովքեր որ զղջում են,
Այդ կանոնավորներն են 7 ժամ, ձանձրալի, խոստովանություն վերցնում մարմնամ, մանրամասն ասա, ոնց արեցիք, ինչ արեցիք, կինոյա պատմի, ոնց գողացար, ոնց մտար, չէ, մի անգամից մի ասա գողացար, ասա ոնց եկար, լսի մեկ որ խոստովանություն ես անում, քեզ թվում է թե քննիչի մոտ ես, իսկ քեզ թվում է թե այդ դիմացին տա խաչի վրա մեռել, Հիսուս ներեց մեզ ծրի ներեց և ինքը դες մորթված, դες ճախճախված, փոշոտ, կեղտոտ, կիսամերկ, որտև իր արդարության հանդերձները թողեց երկրի վրա, խաչը բարձացավ և իրան կախեցին խաչից, գիտես ասում են խաչի վրայի ամենա սարսափելին ինչն է, որ երբ որ ձեռքերդ հորիզոնական մեխում են և կապում են, ամբողջ ծանրությունը տնկնում է թոքերիդ վրա և թոքերդ դադարում է քեզ ծառայել, թթվածին մատակարարել, դու սկսում ես խեղդվել և դա ամենասարսափելի ցավն է քո ջարդված ու ջախջախված մարմնի համար, որտեղ դու թթվածին չկա, քո մարմնի ցավը մի քանի անգամ ավելանում է, Հիսուսը չոռնաց, Հիսուսը չխժաց, այն երեխեք կանելը չնգած արդեն լացում են, լացի մասնագետ են, սենց ընգնում է, չէ, օթի մեջ ասենք, ոտը գետին չի կպե, պատրաստում է կպավ ունդեղ մի 7 դեցիբել էլ ավելացնում է, ծնողներն է սկսում են, դու էիր մեղավոր, չէ դու էիր մեղավոր, երեխեն ընգելա ջարդուգուտ է էլ է, իրար մեղքի են, իրար մեղավոր են հարում իրար, երեխուն օգնեք, բարձացրեք հետո, կտենակ, որն էր Աստծո արդարությամբ լծված, իսկ որն էր մեղավոր, խեղճ ու կրակ, բառաբան, լսեք Հիսուսի առաջ ուղ դինել ավելի կարևորական մարդկանց առաջ, խաչի վրա Հիսուսը չարչարվեց, գիտես ինչի համար, ոչ թե որ էգոիստի նման դու քեզ սիրես, ու միշտ տեսնես, կարինեն, շոնդու, արութը, այլ դու հասկանաս, որտեղ բոլորը քեզանից արդար ու սուրբ են, բայց մենք դժվար, ինչ եք ասում, մեզ ոչ մեկ չի հասկանում, մեզ տանն չեն հասկանում, մեզ կի Բրեժնևը չեր հասկանում, սենց անհասկանալի մարդիկ կան, չելավեք զագատկա, բայց անկեղծ եմ ասում, որ նայում ես, ասում ես, ախր, շու մի բան լներ, որ տենց իրա վրա կարծիք ունենար, բայց ես քեզ մի բան եմ ասում, Աստվածաշունչն ասում է, որ մենք հող ենք, հողը այդքան քիթը չի տնգի, մենք որդիկեր ենք, բայց Քրիստոս մեզ համար խաչն է բարձրացել, բարի լուր կա, և այսօր մենք ինչ անում ենք, նրա խաչի հաղթանակի համար ենք անում, և ինքը մեռավ, աղանդելով իր հոգին, մահը իր վրա չէր ազդում, ինքը եթե տենց մնար խաչի վրա ու չասեր, հայր ավանդում եմ հոգին, ինքը տենց էլ կմնար խաչի վրա, այդ ցավերն իրան չեն սպանում, այդ ցավերն իրան չեն սպանել, այդ ես ու դու ենք իրան սպանել, այդ մեր մեղքերը իրան սպանեցին, իրան ոչ մի բան չէր կարա սպաներ, ոչ մի ուժ ու զորություն չկա, որ իրան սպաներ, հասկանում ես, և երբ որ ժամանակը եկավ ինքը ասեց, հայր, ավանդում եմ իմ հոգին, և ավանդեց իր հոգին, և դրվեց գերեզման, բայց գերեզմանը իր իշխանություն չուներ, որովհետև սատանան չկարողացավ նրան ոչ մի կերպով մեղքի մեջ գցեր, Հիսուսը չխուսափեց, գիտեք մենք մի քիչ մեզ
Վրա ինչ-որ պարտականություն են դնում, մենք սկսում ենք խուսափել, մենք սկսում ենք չգիտեմ, գամ դա երևի բան, ֆասիոն զբաղված եմ, չեմ կարա, չգիտեմ, մարդ ես, կարողա չգիտեմ, սենց շուտ մեջ չգիտեմ։ Հիսուսը 33 տարի իսկապես չգիտեր ինչի համար է տալի իր կյանքը։ Որովհետև խաչի տակից ծաղրում էին նրանք, ովքեր որ բժշկվել էին։ Ինչքան մարդիկ կան եկեղեցում, որ կյանքները փոխվել է, որ Տիրոջ ողորմությունը եկել է։ Ես այսենց տոննայով դիսկեր ունեմ մեր տանը։ Ես նայում եմ մեզ 25 տարի առաջ, ու նայում եմ հիմա, ասում ինչքան փառք տալու առիթ ունենք, բայց դեռ մենք բողոքում ենք։ Ինչքան է փոխվել մեր կյանքը, ինչ մեծ է մեր Տերը, ինչ ողորմած, ինչ մեծ սեր ունի։ Եվ Քրիստոսին գերեզմանը դրեցին, մտածեցին մեծ պատիվ են անում, տեղը տեղին թաղում արեցին, սմուրսով, խունկերով, լավ փաթաթեցին ինչքան հնարավոր է, ամենաթանկ կտորներով և ամենահարուստ մարդկանցով, և տարան դրեցին գերեզմանը, քարը գլորեցին, ոչ մեկ չգնաց Հիսուսի գերեզմանի մոտ, մի կին մեղավոր, արհամարված, բոլորից ստորացված, բայց Հիսուսի կողմից սիրված։ Եվ սա էր Մարիամի ամենամեծ ուրախությունը։ Այն չէ տակշում ով այրան, սիրում ով այրան, հավանում ինքը բոլորի սիրում էր, ինքը բոլորի սիրում էր, իր սերը զորավոր էր, որտև դա աստվածային սեր էր, են պիղծ էմոցիաներով սերը չէր Մարիամի մեջ, այլ Աստծո սերը։ Իսկ Աստծո սերը մահվան պես զորավոր է։ Աստծո սերը մահվան պես զորավոր է։ Մահը չի կարող հաղթել Աստծո սիրով լցված մարդուն։ Ոչ մի բան քո դեմ չի կարող կանգնի, ոչ մի բան քեզ չի կարող արգելի, եթե Աստծո սերը քո մեջ է, դու միևնույն է հաղթող ես դուրս գալու։ Եսը չի համար, որտեղ քո հաղթանակը քո եսը չի, այլ Հիսուսն է։ Սիրելի քույրս ու եղբայրս, ես ինչ որ խոսում ես իմ համար եմ խոսում։ Եթե քո սրտիդ կպնում է, թող քեզ էլ վերաբերվի։ Բայց մի բան գիտեմ, երբ որ Մարիամը գնաց գերեզման, ինքը չէր պատկերացնում, որ կգտնի հարուցյալ Հիսուսին։ Ինքը ուզում էր ուղղակի տեսնել Հիսուսին։ Գնաց եւ տեսավ, որ Հիսուսը չկա։ Ես ինչի համար Հիսուսը չկար, որտև Աստծո սերը նրան գերեզմանում չթողեց։ Աստծո սերը նրան հարություն տվեց, որտև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա, որտև ինքը ինձ ու քեզ հանեց գերեզմանից, էլ գերեզմանը մեր վրա իշխանություն չունի, մահը մեզ չի կարող արգելել, այսօր մենք ենք արգելում մահվան ողջ զորությունը։ Մենք ենք այսօր կանգնած ու ասում ենք Հիսուսի անունով խափանում եմ հիվանդություն, անեծ, կաղքատություն, քանդում եմ ամեն սատանայի խավարի կապանքները կորսվածների կյանքում։ Ես որ խոսում եմ կորսվածի հետ, կորսվածը փրկվում է։ Ու ես գիտեմ, որ կյանքի ամենալավագույն իմաստը դա է։ Հիսուսը գերեզմանից հարություն էր առել եւ հանդիպեց Մարիամին։ Գիտես Մարիամին ինչ արեց, վազեց եղբայրներին ու հայտնեց։
Առաջի ոչ թե քարոզիչ, այլ ավետարանիչ, բարի ավետիս, այդ կանանց քարոզիչ կանանց սիրահարները եւ հովիվ կին սիրողները ասում են Մարիամն առաջի քարոզիչն էր, հա, երևի ձեր եկեղեցի եկավ քարոզեց։ Մարիամը ինչ քարոզեց, Մարիամը վազեց եղբայրների մոտ ասեց, այն Հիսուսը, որ 3 տարի Երուսաղեմի փողոցներում հրաշքներ էր անում, ես իրան տեսել եմ, ինքը հարություն առել։ Ինքը խոսացել է ինձ հետ եւ ասել է գնա եղբայրներին ասա։ Գնա հասա այդ վախկոտներին, գնա այդ պահկվածներին ասա։ Գնա։ Որտեւ եղբայրները այդքան չեն սիրում ավետարան քարոզել, մի քիչ խնդիրներ կա, մի քիչ կարող է հանկարծ մարդես մեկը թարս մի բան ասեց հետո ես էլ հենց չեմ ապաշխարել, ես սս մեջս երրում տամ ծեփրտեմ պատերին հանկարծ։ Բայց քույրերը ամենալավ ավետարանիչներն են, քույրերը ծնված ավետարանիչ են, քույրերը կանչված ավետարանիչ են։ Եկեղեցու մեծ մասը քույրերի հրավերով է լինում եւ քույրերի ավետարանացով է լինում։ Փարտիրոջը մենք ունենք մեր մեջ համարցակ եղբայրներ, դրա համար չեմ ասում։ Բայց Աստված, եթե քույրերին թողեր, որ քույրերը հովիվ լինեին, մենք մեր ճաշը կերել էինք։ Ես աղա, դու աղա, մեր աղունը ով աղա։ Ես ճառ ասեմ, թե զանգ կախեմ։ Հասկացար։ Դրա համար դուք զանգ կախող եք քույրեր ջան։ Մենք ճառ ասող։ Էսա մեր կոչումը։ Բայց ոչ։ Աստծուն հետաքրքրում են նրանք, ովքեր որ Քրիստոսի բարի լուրը կտանեն։ Գնա ասա, նորից ասա, քո ընկերներին, քո հարևաններին, անծանոթներին, բարեկամներին։ Մի հատ էլ խոսա Հիսուսի մասին։ Կարող սրտերը փոխվի, կարող հոգին այցելի, բայց աղոթի, հոգով լցվի նոր գնա։ Երբ որ եկան Հիսուսին տեսան, որ գերեզմանում չկա, բայց հետո հանդիպեցին Հիսուսին, հետո գնացին Հիսուսին, ճամփեցին, ոմանք, բայց լեռան վրա չերկրպագեցին Հիսուսին, որտեղ տենց էլ չհավատացին, որ Հիսուսը հարություն առել մեռելներից։ Բայց Հիսուսը նրանց առաքելական կոչումից չզրկեց։ Հետո Սուրբ Հոգին իջավ վերնատանը, նրանք լցվեցին Սուրբ Հոգով, 120 հոգուց ավել մարդ եւ գնացին ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեցին։ Գնացեք ամբողջ աշխարհը Հիսուսի վերջի պատգամն էր։ Գնացեք ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեք։ Ով որ հավատա կփրկվի եւ հավիտենական կյանք կժառանգի։ Քարոզեք, խոսեք, այն ինչ որ լսեցիք, սովորացրեք, հետո մկրտեք, բայց սովորացրեք, հետո մկրտեք։ Ոչ թե մի ամսական երեխուն տարեք մկրտեք, ինքը շատ գիտի, ինչ ուխտ անում։ Ոնց որ մի տարեկան երեխուն տանես ամուսնացնես։ Մարդ պիտի չափահաս լինի, որ մկրտվի։ Դու չափահասներին ես 10 տարի չեմ կարող համոզեմ մկրտվեն։ Որտեղ մկրտությունը ինձ համար եկեղեցում ուղղակի արարողություն չի, մտցնեմ ջուրը հանեմ։ Մկրտությունը դա մեր սրտի որոշումն է, որ մենք փրկված ենք ու էլ ուր պիտի գնանք Տիրոջից։ Մենք ընտրել ենք Տիրոջը։ Քեզ մե ուր պիտի գնամ Տեր, որու գնամ Տեր։ Դու կյանքի խոսքեր ունես։ Այս խոսքերը կյանք ա բերում քեզ, կյանք։ Իսկ Աստծո խոսքը քեզ արդեն սկսել է մահվան տանել։ Էդ էլ կա։ Որտեվ ասում ոմանց համար հոտ ենք դեպի կյանք, ոմանց համար հոտ ենք դեպի մահ։ Ցավոք սրտի։ Ես ինչքան խոսացել եմ, ես հասկացել եմ, որ բոլորը չէ որ կընդունեն այս կյանքի խոսքերը, որտեղ բոլորը չէ որ ընդունեցին կյանքը Հիսուսին։ Նրանք դատապարտվեցին մահվան։ Երանից տեղ բոլոր նստածները ընդունեիք այս խոսքը, եւ ես դինեի ձեզ համար
որպես հոտ դեպի կյանք եւ մահը մերժեք եւ կյանքը ընտրեք ու մահը ձեզանից կփախչի իր բոլոր դրսևորումներով հիվանդություններով, ցավերով, տառապանքներով, անեծքներով եւ նա երբեք ձեզ չի մոտիկանա որովհետեւ կյանքը հաղթեց մահվանը որտեվ կյանքը ասում է ամեն չի լռում ուր գնամ Տեր դու կյանքի խոսքեր ունես հալելույա եւ ես եկել եմ այսօր քեզ ուտեմ Հիսուս եկել եմ քո արյունդ խմեմ Հիսուս եկել եմ հավիտենական կյանքի կերակուր ուտեմ Հիսուս որտեվ խաչի վրա երրորդ օրը ծնվեց եկեղեցին որ Քրիստոսի մարմինն է արգելողը դժոխքին հալելույա նա ծափահարենք Տիրոջը այս հրաշալի փառավոր սորավոր գործի համար հալելույա Փառք Հիսուսին հալելույա նա արժան ամեն Ես Թեսաղոնիկեցիների երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդ գլխում ինչ ասում ավետարանը Ես ինչ ասում չեք հիշում որ քանի որ ձեր մոտ էի այս բաները ասում էի ձեզ եւ հիմա գիտեք այն որ խափանում է որ նա իր ժամանակին հայտնվի որովհետև անօրինության խորհուրդը արդեն զորանում է միայն թե մինչև որ մեջտեղիցը վեր առնվի այժմյան խափանողը եւ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը որին Տերը կսատկեցնի իր բերանի հոգով եւ կխափանի իր Քալստյան հայտնությունով վերջնական բայց ասում եմ եւ հիմա գիտենք այն որ խափանում է որ նա իր ժամանակին հայտնվի գիտես ինչ ա ուզում քո կյանքիդ մեջ հայտնվի ես մեր քրիստոնեական կյանքի ամենամեծ սարսափը եւ անհաջողությունը ինչումն է գիտես վախը հանկարծ կարող է գիտես իմ կյանքում էլ կան այնպիսի նեղություններ որ ես տակից չկարողանամ դուրս գամ հանկարծ կարող է հիվանդությունը ինձ հաղթի հանկարծ կարող է սոված մնամ մերկ մնամ հանկարծ կարող է ես էլ չկարողանամ մեքենա վարեմ որովհետև բենզինը թանկանում է եւ բենզինով մեքենա քշելը միան շատ մեծ դժվարություն է հանկարծ տեսոր ես ինչ-որ հյուրասիրություն եմ կազմակերպել, բայց մարդ ես վաղը կարող է չկարանանք, այդ հացը մի քիչ կերեք, որտեղ վաղը չգիտենք ինչ կուտենք, այդ փողը մի քիչ տենց շատ մի սենց ապրծպր ծախսեք, կարող է վախը, սա է մեզ խանգարում, բայց արդյոք մենք մի կողմ ենք դնում վախը ու ասում ենք, վախը տանջանքների ենթակա է Ես չեմ վախենում, դու պետք է ասես, ես չեմ վախենում, որովհետև Տերն ասում քեզ, մի վախեցիր, դու ես արգելողը, քեզ ոչ մի բան չի արգելու, քեզ փողը չի արգելելու, որ վաղ ուտես, հագնվես, քեզ փողը չի արգելելու, որ վաղ եկեղեցի գաս ծառայես, քեզ փողը չի կարողանալու արգելք հանդիսանալ, հիվանդությունը չի քեզ հաղթելու, ծնկի չի բերելու, Քրիստոսի առաջ ծնկի արի, եւ ոչ փողը, ոչ աղքատությունը, ոչ հիվանդությունը, ոչ ցավը, ոչ մի բան աշխարհում քեզ չի կարող արգելել, որ դու առաջ գնաս, որտեղ արգելողը դու ես, նրանից ովից որ վախենում ես, որ քեզ կարգելի, որտեղ Հիսուս խաչի վրա խայտարակեց նրան, ով որ արգելում էր հազարավոր տարիներ, եւ արդեն 2026 տարի է, եկեղեցին արգելում ամեն սատանայի խավարի դժոխքի ուժերին եւ նրա ամեն սորություններին, հալելույա, մենք ենք արգելում, որ աղքատությունը չգա ու մեզ չխանգարի, որ մենք ավելի մեծ ու զորավոր ծառայություններ անենք, մենք ենք արգելում
որ մեզ ոչինչ չխանգարի, որ մենք ավելի սորավոր սերմեր բարձրացնենք դրա համար։ Մենք ենք արգելում, որ թշնամությունը մեր սրտի մեջ չբնակվի, ատելությունը մեր մեջ բուն չդնի, խավարը ինչ չկարողանա նորից տանի։ Ես չեմ վախենում հետ գնալուց, որովհետև վախը շուտվանից տեղափոխվել է թշնամու դաշտ։ Հալելույա։ Նա է վախեցած, նա է սարսափած։ 2025 տարի է արդեն իսկ վախը նրա դաշտում է։ Հասկանում ես, ումից պիտի վախենաս, մարդուց, հողից։ Դե գնա հողից վախեցի։ Հող ինչ է որ վախենաս։ Գիտես սատանայի ամենամեծ զենքը վախն է։ Գիտես ինքը մենակ վախացնում է։ Բայց ես ասեմ ինչի է նման դա։ Վանդակում բանտարկած այրուցի։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Մի հատ ասում ավելին ասեմ։ Ասում ես գնացի այդ այրուցի մոտ բերանը բացեցի, տեսա ատամներն էլ է քաշած։ Այսինքն նա այլ հնարավորություն չունի քեզ կծելու։ Ասեմ ավելին եղունգներն էլ է հանած։ Նրանք մենակ կարան վախի տեսարան ստեղծեն։ Բայց վախը արդեն տեղափոխված է նրա դաշտ։ Ես ինչի համար, որովհետև երբ որ Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, Գողիաթը երբ որ տեսավ Դավիթին, թե ինչով է դուրս եկել, մենք մեծ բաների դեմ ենք դուրս գալիս եւ մենք բաների երազանք ունենք։ Դες ինչի համար, որտեղ Հիսուսի անունով եք։ Եվ սատանան ասում է, այդ ձեր երկու կոպեկով եք դուրս եկել, տենց մեծ ծրագրեր անելու համար։ Հիմա ես Ռոբերտ Կեղփորը պիտի խնդրեմ, որ անգլերեն թարգմանես մի քանի րոպեն։ Հալելույա։ Մոտարպես մի ամիս առաջ About a month ago, Տիրոջից հայտնություն առա։ I had a vision from the Lord, Տերը խոսեց հետս, որ ասեմ and Lord spoke to me to tell you this. Հարութին, որ ինքը մի հատ մեր եկեղեցու համար նախագիծ գծի։ That Harut should draw a building Մեր for եկեղեցու our շենքի church. համար, Yes. որ նախագիծ գծի։ Եվ այդպես մնաց մեջս, այդպես չխաչացեցի Հարութին։ And I kept it as a secret. I never told Harut about that. Հարութ արի մի րոպե։ Հետո տենց մի 2-3 օր հետո Հարութը ներքևը կանգնած էի մեր And after եկեղեցու շենքի։ 2-3 days, when we standing downstairs Կանգնած էի, next to the church, Հարութը մոտիկացավ brother ասեց Harut ինձ, ինքը approached us. ճարտարապետ է, լավ And, շնորհքով սովորած, he's a very talented man, and he went to university with that subject. ասեց Վահագ եղբայր, մի բան ասեմ, And he told Pastor Vaha, can I tell մենակ you չասես something? գժվել եմ։ Don't think I'm crazy. Ասի Հարութ ջան, ասա, տենց I said, Harut told me շատ չեմ what's մտածում happening. տենց, որ պետք չէ։ I don't think you are crazy. Ասեց ուզում եմ մեր եկեղեցու ժողովատեղ, հավաքատեղ, շենք մի հատ գծագրեմ։ He told me that, Pastor Vahag, I want to draw a building for our church. I have a vision. Մեր to do եկեղեցին that. արդեն 26 տարեկան է։ Our church is already Արտության 26 կամուջ է years old. կոչվում մեր եկեղեցին։ And the name is Մենք Revival Երևանի Church, Revival տարբեր Bridge Church. շենքերում ծառայել ենք, տարբեր շենքեր ենք վարձել։ And we had services in a lot of Բայց մենք buildings in սեփական city of շենքը Yerevan. չունենք։ But we never had our own. Բայց այս տարի Տերը մեզ վճարական տեսիք տվեց։ But this year, Lord gave us a Մեր vision սեփական շենքը ունենալու to have համար։ our own building. Եւ հետաքրքիր է, ես մտածում եի, ասում եի, շատ հովիվներ եմ տեսել, հովիվների եմ լսել, And it's interesting. I was thinking to myself, and I Որոնք- saw a lot of pastors ասել են, որ Տերը մեզ տվեց շենքի նախագիծը, գծագիրը, տեսել ենք։ that Lord gave them a vision to build their own church. Ես ասեցի Տեր Աստված, եթե դու ինձ տաս, ես մասնագիտությամբ հա նկարիչ եմ, գծագրող եմ, բայց ես չեմ կարա դա փոխանցեմ թղթին կամ դա չեմ կարա որևիցե մի կերպով ներկայացնեմ այդ շենքը։ And I told Lord, give me that vision. I can't draw the picture of the building, but just give me a vision for that. Հարութը մեր եկեղեցում երևի 5 տարեկանից է։
Harut 4-5 տարեկանից մեր եկեղեցուց է։ is in our church from 5 years old. Բայց հետո մի ժամանակ եղավ, որ ինքը բացակայեց եկեղեցուց։ And then he left the church for a Աշխարհում while որոշակի in the world. He found something in the world. ժամանակ անցկացրեց։ Բայց այս տարի, չէ՞։ Անցած տարվանից But time passed and from last year, Հարութը ամբողջովին իր սիրտը բացեց Քրիստոսի առաջ, Brother Harut opened ապաշխարեց his heart եւ fully to the դուրս Lord. եկավ աշխարհի կյանքից։ And he came back to Հիմա church. He սրտանց left the Տիրոջն է world. ծառայում։ And now he's serving our Lord Jesus Christ. Մեր ձայնային օպերատորների հետ, մեր տեսաօպերատորների հետ ծառայություն անում։ He's doing our media services Բացի այդ with հարուստը լավ operators. ճարտարապետ է։ Եվ Հարութը 2-3 օր հետո, And he's a good architect. երբ որ մենք իրար հետ խոսեցինք, And when we talked about that, about Բերեց his vision թղթի after վրա, 2-3 years, he brought that vision on the paper, ուղղակի մի ճեպանկար, a picture. եւ ասեց, «Էսպես եմ առել, դու դի Տիրոջից ես առել, Տիրոջից»։ Եւ ասեց, «Էսպես եմ Տիրոջից առել, որ մեր շենքը էսպես պետք է լինի»։ And he said, I saw this vision. Տանիքը պիտի ցորեն լինի, ցորենի հասկի պես։ The roof, it will be look like Եվ ճիշտ ասած մենք ցորենի մասին էինք խոսում այդ ժամանակ եկեղեցում, and we were talking about որ sowing a Հիսուսը seed, ինչպես ցորեն մեկ հատիկ մեռավ that Jesus died as one sow եւ a weed. եւ Հարութը տենց հոգուց առել էր, որ եկեղեցու տեսքը վերևից պիտի ցորենի հասկի պես լինի։ And Harut took it from the spirit that the roof of the building would be look like wheat. 2-3 օր առաջ Հարութը եկեղեցու շենքի ամբողջական տեսքը 3D, հա, 3D-ը։ And 2-3 days Ինչպես? ago, he brought the full picture of the building, 3D պատկերը բերեց, 3D picture of որ the հիմա մենք building, and now պատի we're վրա gonna ցույց կտանք show that on ինչ the շենք wall. ենք ունենալու։ How beautiful is it? Հարութը ինձ հարցեց Վագ եղբայր, քանի հոգիանոց ես պատկերացնում այդ շենքը։ Harut asked me, Pastor Vahag, how many people do you think will be Ասեցի in the դու building? ինչքան քանի տեղ ես And պատկերացնում։ I said, what do you think about it? Ասեց 20000։ And he said 20,000 people. Այդ գիտեք ինչի է նման, որ Դավիթը փետով Գողիաթի դեմ է դուրս եկե։ Եվ Սատանան մեզ Look like a David to go against the Goliath. Սատանան մեզ կարա ձեր առնի։ Ասի ես Satan can mock us ձեր ոչ շատ մեծ եկեղեցով at this small church եւ ձեր փոքր ֆինանսական հնարավորություններով with your small amount of finances. Ես ում դեմ եք դուրս եկել։ How are you going to come Ես against ինչ me? մեծ տեսիլք ունեք։ What kind of vision you have? Բայց մենք ասում ենք եկես գնա Սատանա։ Say we rebuke you, Satan, in the name of Jesus Christ. Որպեսզի մենք մեծ տեսիլքներ ունենանք։ Because we have a big vision in the Մեզ name of արգելող Jesus. չկա, որտեղ մենք ենք արգելողը։ Եվ ես ովքեր որ հիմա լսում են, And who hearing us right now? աշխարհով մեկ աշխարհասփյուր քրիստոնյաները, All the Christians all over the world. մենք այս շենքը չենք սարքում մենակ մեզ համար, չենք ուզում մենակ մեզ We are համար։ not building this building for only ourselves. Ամբողջ տիեզերական եկեղեցու համար է։ This is for everyone Արարատի երկրում in the country of Ararat այսքան մեծ շենք ունենալու, to have this kind of big building. որ Տերը փառավորվի եւ արթնության այս մեծ And ալիքը Lord, to be exalted. մենք հավատում ենք, որ պիտի The դիմավորենք revival այդտեղ։ will come to our country in Եվ the name եւ of ովքեր Jesus. որ հիմա լսում են մեզ, And who hear us կարող right եք now, միանալ մեզ you can join us ձեր աղոթքներով, with your prayers այցելելով մեր եկեղեցի, and visiting us զոհաբերելով to sacrifice եւ ձեր հավատքը ներդնելով, and put your belief in ինչ որ Աստված ձեզ կառաջնորդի։ that whatever the Lord Հիմա will provide. ուշադրություն ուզում եմ ձեր ուղեմ պատի վրա։ Սա եկեղեցու արտաքին տեսքն է։ Հիմա վերևի կողմից այդ ցորենի հասկը։ This is the church building you can see on the wall. Հիմա այսա արդեն վերևի մասն է։ And this is the upper side of the church building. Looks like a corn weed.
Իհարկե սատանան շատ է պայքարում, որ մենք սա ցույց չտայինք եւ այս տեսիլքը չկիսվեինք, բայց միևնույնն է մենք հավատում ենք։ Նորից մի հատ իջացրա ընդհանուր իրատեսքին։ Of course, Satan is against this to show this Սա picture, ընդհանուր իր but he is a loser. տեսքն է։ Փարտիրոջը։ Praise the Lord. Հարթիրոջ ամեն